Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ այն, ինչ պետք է Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապ ապահովել, ապահովեց։ Հիմա թե Հայաստանն ինչ կանի այլևս չի հետաքրքրում Ադրբեջանին։ Աբրահամյանի խոսքով Ադրբեջանն անընդհատ փորձում է մեծացնել ճնշումները Հայաստանի վրա, որ կարողանա իր առավելագույն խնդիրը լուծել։ Իհարկե այստեղ կա նաև Ալիևի որոշակի փառասիրությունը, որտեղ մի կողմից Ադրբեջանում դիտակցում եւ արտահայտում են, որ իրենց համար իրենց պատմական եղձեր իրացնելու համար Փաշինյանական իշխանությունը բարենպաստ, առավելագույնս բարենպաստ իրավիճակ է ստեղծել, բայց հաշվի առնելով նաև Իլհամ Ալիևի փառասիրությունը եւ նաև տարածաշրջանային ամբիցիաները որոշակի դրսևորումներ անընդհատ սրա հետ կապված լինելու է։ Ընդ որում ես մեկ հանգամանք էլ ավելացնեմ, այն, որ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի մեծացման մասին, այն, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի դիրքերից, հայտարարելով, որ միջազգային իրավունքում գերիշխող են մնում ուժի դիրքերից հանդես գալը, սա եւս մեկ հանգամանք է, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշումները Հայաստանի վրա մեծացնելու է եւ այն, որը արդեն իսկ այն շահերը, որոնք արդեն իսկ զոհաբերել է հանուն Ադրբեջանի, այս պարագայում դրանով կանգ չեն առնելու։ Ադրբեջանը իշ կարողանալու է, քամելու է, պոկելու է միջև այն պահը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության առումով ամբողջությամբ այլևս գտնվի թուրք-ադրբեջանական վերահսկելիության դաշտում։ Խաղաղության մասին թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա լրագրողների հետ զրույցում, ասում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Խոսում են վերջ, այլևս խաղաղություն է, թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Հիշեցնեմ, որ 18-ից 20 թվականներին, երբ Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելով բանակցում էր Արցախյան հարցի վերաբերյալ, ինքը ասում էր, որ սրանք բանակցություններ չեն, սրանք ուղղակի մենք հանդիպում ենք, խոսում ենք, փորձում ենք հասկանանք, ամեն բարետակ ինչ է հասկացվում։ Հիմա ինչ, ինքը ստորագրում է մի հատ թուղթ, երբ հիմնական բարի շուրջ կան տարընթերցումներ։ Ալիևը հասկանում է մի բան, ինքը հասկանում է ուրիշ բան, Թրամփը խոսում էր հնարավոր 99 տարին, եւս 99 տարով երկարաձգելու մասին, ինչի վազեցին տենց հապշտապ ինչ-որ թուղթ ստորագրեցին։ Եվ իլուր աշխարհի ասում են, թե վերջ մեր մոտ խաղաղություն է։ Նա խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի հատված օկուպացրել են, եւ երկրորդը ինչ խաղաղություն, եթե հակառակորդը դիմացի կողմը անընդհատ Հայաստանի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, անընդհատ Հայաստանին սպառնալիքներ է ուղղում եւ անընդհատ օրինակ հայ հասարակությանը վիրավորում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական Հակի Նազին եւ հայտարարել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր ռետորաբանությունը եւ այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը։ Զուլֆուղարովի խոսքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ Հայաստանի Հանրապետության, Եվրամիությանն անդամակցության եւ Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի պատվավոր հյուրը կշարունակի կատարել գործակալի գործառույթը։ Փաշինյանը իր ռետորաբանության փոփոխությունը ամերիկյան կողմին կբացատրի նրանով, որ պատրաստվում է ընտրությունների եւ պետք է կոշտացնի իր դիրքորոշումը։ Հայաստանը բանակցում է միայն ամերիկյան կողմի հետ, բայց Ադրբեջանը չնայած դրան ուղղակիորեն չի մասնակցում։ Վետոյի իրավունք ունի։ Եթե ապահովեն Նախիջևանի հետ անվտանգ եւ անարգել հաղորդակցության պայմանները, Բաքուն չի խոչընդոտի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը չի մասնակցի նախագծի իրականացմանը։ Փաշինյանի դիրքորոշման կոշտացումը բացատրվում է Մոսկվայի ճնշմամբ։ Ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանն ու Իրանը, քանի որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության մասնակցության բանակցությունների նոր ձևաչափերը թույլատնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում։ Köməyi bu problemləri həll edə bilər։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Հայաստանի կառավարության եւ եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը եւ պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ,
որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիների տեսակցել էին հունիսին։ Միջազգային այս կառույցը այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը Բաքվում։ Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի խոսքով Ադրբեջանում պաշտոնապես հաստատված է 23 հայ գերիների գոյությունը, սակայն իրական թիվը կարող է լինել զգալիորեն ավելի։ Ըստ նրա եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ։ Նման անորոշության պայմաններում չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական աշխատանքների արդյունքում կարողանա հայտնաբերել խնդրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը եւ մեծ տեղեկատվություններ տալ նրանց ողջ լինելու վերաբերյալ, ասում է Սահակյանը։ Ես կարծում եմ, որ խնդիրները պետք է լուծվեն մինչև խաղաղության առնչվող փաստաթղթերի ուժ ստանալը եւ դա կապում եմ երկու հանգամանքի հետ։ Նախ դա խաղաղությունը վերևից ընկնող երևույթ չէ, որը ներծծվում է մեր արյան մեջ եւ մենք սկսում ենք խաղաղ ապրել։ Խաղաղությունը դա ենթադրում է միջավայր եւ պայմաններ, ենթակառուցվածքներ եւ անգամ հռչակված խաղաղության պայմաններում խաղաղություն կարող է չլինել, կարող են լինել տևական կոնֆլիկտներ, քանի որ խաղաղությունը սպասարկող ենթակառուցվածքներն են բացակայում։ Հիմա հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն չի եղել մի պարզ պատճառով, որ կա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող ատելություն հայերի նկատմամբ եւ էթնիկ խմբերի միջև կա ձևավորված թշնամական հարաբերություն, ինչը հանգեցրել է այնպիսի արտակարգ զարգացումների, երբ ծանրագույն հանցագործություն կատարող անձինք ընկալվել են հասարակության մեջ որպես հերոսներ։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ գործ ունենք աղավաղված հոգեբանությամբ հասարակության մեջ, որտեղ հերոսը եւ հանցագործը կարող են շփոթվել եւ նույնանալ։ Հիմա, որպեսզի մենք կարողանանք նման խեղում ունեցող հասարակության հետ խաղաղ ապրել, այդ հասարակությանը պետք է պատրաստել։ Այսինքն ոնց որ հասարակությունը պատրաստվել է թշնամանքի, նույնքան ժամանակ է պահանջվելու, որպեսզի հասարակությունը պատրաստվի խաղաղության եւ պատրաստման կարեւորագույն միջոց մենք ընկալում ենք մարդասիրական խնդիրների լուծումը։ Եվ դա պետք է կրկին թելադրվի Ադրբեջանի իշխանությունների կողմից, այսինքն մարդասիրական խնդրի լուծումը պետք է ցուցադրվի որպես խաղաղության վերականգնման, վստահության վերականգնման միջոցառում եւ դա փոխի հասարակությունների ենթագիտակցությունը, հավաքական ենթագիտակցությունը։ Սա կարծում եմ որպես օբյեկտիվ նախադրյալ եւ երկրորդը չմոռանանք, որ նախաստորագրված տեքստը չունի վերադարձի վերաբերյալ որևէ դրույթ։ Եվ ստացվում է, եթե Հայաստանի քաղաքականությունը անարդյունավետ է եղել վերադարձի հարցում, ունենալով իրավական գործիքներ, քաղաքական բանակցություններ եւ չի կարողացել ապահովել վերադարձը, ապա որքան է հավանականությունը, որ նույն այդ քաղաքականությունը կկարողանա ապահովել հայերի վերադարձը, եթե պայմանագրի դրույթ չի դարձել գերիների վերադարձը եւ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո գերիները զրկվելու են իրենց իրավական պաշտպանությունից։ Արդյոք այդ ասիմետրիկ իրավիճակում ավելի վատ դիրքային պայքարով Հայաստանը կարողանալու է ապահովել գերիների վերադարձը։ Իմ խորին համոզմամբ գերիների հարցի լուծումը իրատեսականորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինչ ու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Նախորդ նիստերից մեկում Ռուբեն Վարդանյանը դատարանին դիմել էր խնդրանքով կանչել նախկինում որպես թարգմանիչ մասնակցած Աղա Քերիմովին։ Նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դիմել է դատարանին, հայտարարելով, որ ցանկանում են ստանալ նիստերի արձանագրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նա նաև նշել է, որ պաշտպանության կողմին տրամադրվել են դատարանի որոշ որոշումներից հատվածներ եւ խնդրել տրամադրել մնացածը։ Աղաևը նշել է, որ պաշտպանության կողմին կշարունակի տրամադրվել նիստերի արձանագրություններին ծանոթանալու հնարավորություն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին։
Հայաստանի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ի որոշման Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել է, մերժել է եւ դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Սա ենթադրում է, որ դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Դեռ 2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը 8։ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի քրեականոնենց գրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով զինվորական պաշտոնական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ որն ազգուշությամբ առաջացրել է մարտումա հոդվածի հատկանիշներով։ 2026 թվականից սկսելու ենք ապահովագրական գործընթացը, ներառելով բնակչության մի շարք խմբեր, հայտարարում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ ընդհանուր առմամբ 26 թվականին 1.6 միլիոն մարդ է ներառվելու ապահովագրական համակարգ։ Ինչ գործոններ են հաշվի առնվել եւ ում է դա վերաբերվում։ Ըստ էության մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետեւյալ խմբերը մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրությամբ համակարգ հիմա ես որ խմբերը նշեմ դա 2026-ին է վերաբերվում հաջորդ թիվ 27-ին կավելանան եւ 28-ին մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ես այս մասը ուզում եմ շեշտադրել, կարևորել եւ համարել, որ մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, ովքեր որ տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները եւ մեզ ուղղվող հիմնական պահանջների եւ կարիքների մեջ ամենամեծ ծավալը հենց այս խումբ մեր քաղաքացիներն են մեզ ներկայացնում։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուրեմն նաև հաշվի առնելով գիտեք որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում եւ այստեղ ես նշում եմ հաշմանդամություն, բայց պիտի բոլորս ընկալու ենք որ մենք փոփոխական այս համակարգի համաձայն արդեն սոցիալական քաղաքականության համահունչ այս խմբերը եւս կներառվեն եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը, այստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են, պետք է այս երկու գերատեսչությունների ուրեմն կարգավորումները համահունչ դիտարկել։ Եվ այսպես առանձնահատուկ կերպով ուզում եմ խոսենք 200,000 դրամ ամսական եկամուտ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականից ներառվելու է։ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ապամոնտաժել գնունու շինանյութի շուկայի տաղավարները լրագրողների հետ զրույցում աշխատակիցներն ասել են, թե կրպակները, որոնցում իրենց գործունեություն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։ Նրանք նաև նշել են, թե իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։ Իրանց ձեռն է ինչ կուզեն էնել կանեն, էլի մեզ են հարցնելու։ Դուք վաճառական եք, հա։ Այո։ Իսկ մինչ այդ մեզ քաղաքապետարանից ասացին, որ տնտեսվարողների հետ քննարկումներ են անցկացվել, տեղյակ եք։ Ոչ մի բան չգիտեմ ես, Ազիզ ջան։ Մենակ գիտեմ, որ իրանք ոնց ուզում են, հենց 50 ընտանիք մնաց անգործ։ Ինչ պետք է անեն դրանց։
Անգործ մնացին ժողովուրդը ապրանքները դրած։ Ասում են, որ երթևեկությանն է խոչընդոտում, խցանումներ է։ Իրանց ամեն ինչը չի խոչընդոտում, տարածքն է խոչընդոտում։ Թող իրանք իրանց կալվածքները տենան որտեղ են խոչընդոտում, նոր գան մեզի վնաս տան։ Այսքան ժողովրդի վնաս են տվել, հերիք չի, չեն բավարարվում։ Ոչ մի բանի չի խոչընդոտել։ Թող իրանք իրանց տարածքների, տների մոտի ասֆալտների մասին մտածեն, որ ավելանալով գնում են, ոչ թե գանես 50 ընտանիքին անհաց թողեն։ Ապրանքներ եղել են կրպակներում տեղի։ Ոնց չի եղելի։ Չէ, դատարկել են տղաները։ Իսկ շուկայի մասով ամեն դեպքում Շատ լավ շուկայի աշխատում է, տնօրինությունը լավ տնօրինությունն է, ոչ մեկ ռիսկ չունի մտնի ստե։ Դե թող մեկը մտնի ասի շուկայի մասին գլուխները մեկ-մեկ ջարդելով դուրս կշփ։ Տարիներ շարունակ այդ խնդիրը եղել է շուկայի ապամոնտաժման հարցը է դեպքում, բայց ժամանակի հարցը։ Ոչ մի անգամ է չի եղել, ոչ է քանդելու նպատակ ունենք։ Փորձվեն մենակ։